Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 10-րդ։ Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ 72 հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։ Եվ նրանց ասաց. հունձն առատ է, իսկ մշակները սակավ։ Արտխնդրեցեք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։ Գնացեք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ։ Մի վերցրեք ոչ քսակ, ոչ մախաղ, ոչ կոշիկներ և ճանապարհին ոչ ոքի ողջույն մի տվեք։ Որ տունը մտնեք, նախ ասացեք. խաղաղություն այս տանը։ Եթե այնտեղ կա խաղաղասեր մարդ, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա։ Նույն տանը գիշերեցեք, կերեք և խմեք նրանց ունեցածից, որովհետև մշակը արժանի է իր վարձին։ Տնից տուն մի տեղափոխվեք։ Որ քաղաքը որ մտնեք և ձեզ ընդունեն, կերեք, ինչ որ ձեր առաջ կդնեն, և բժշկեցեք դրա մեջ եղած հիվանդներին ու նրանց ասացեք. մոտեցել է ձեզ Աստծու արքայությունը։ Իսկ որ քաղաքը որ մտնեք և ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացեք. ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեր վրա, բայց իմացեք, որ մոտեցել է Աստծու արքայությունը։ Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը ավելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար։ Վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա, որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում եղած լինեին այն զորավոր գործերը, որ կատարվեցին ձեր մեջ, արդարև վաղուց իսկ քուրձերի մեջ ու մոխրի վրա նստած ապաշխարած կլինեին։ Բայց Տյուրոսի և Սիդոնի համար դատաստանի ժամանակ ավելի տանելի կլինի, քան ձեզ համար։ Եվ դու Կափառնայում, որ մինչև երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչև դժոխք։ Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, և ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, և ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց։ 72-ը վերադարձան խնդությամբ և ասացին. Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով։ Եվ նրանց ասաց. տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս ինչպես փայլակը, ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա, և ձեզ բոլորովին չեմ վնասելու։ Բայց մի ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Նույն ժամին Հիսուս ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. Գոհություն քեզ, Հայր, Տեր երկնի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։ Այո, Հայր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտե, թե ով է Որդին, եթե ոչ Հայրը, և թե ով է Հայրը, եթե ոչ Որդին, և նա, ում կկամենա Որդին հայտնել։ Եվ դառնալով աշակերտներին առանձին ասաց. երանի այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում եք։ Ասում եմ ձեզ, որ բազում մարգարեներ և թագավորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել, ինչ դուք լսում եք, բայց չլսեցին։